Աչ ու ձախ է վազում ծափաթաղում 4 օր առաջ կորած Տիգրանի ավագ եղբայրը։ Ոստիկանները հնգամյա տղային համոզում են մի բան ցույց տալ, հուշել, որ եղբոր հետքի վրա դուրս գան։ Համր երեխան բջջային հեռախոսով է տարված, ձեռքից չի գցում։ Միակ վկան է, որ կարող է փրկարարներին ոստիկաններին օգնել գտնել 3-ամյա Տիգրանին։ Եղբոր անհետանալուց առաջ իրար հետ են խաղացել գյուղի հարևանությամբ անցնող գնացքի գծերի կամրջի մոտ, դաշտում։ Ինքը մենակ է վերադարձել տուն։ Կարմիր բլուզով կինը կորած Տիգրանի մայրն է, հրաժարվում է խոսել տեսախցիկի առաջ։ Նրան 4 երեխաների հետ 3 տարել էին Սևանի ոստիկանություն հարցաքննելու։ Տիգրանի հորաքույրը Ազատության հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, թե չխոսող երեխային, երբ եղբոր մասին են հարցնում, կոկորդն է ցույց տալիս։ Գեղարքունիքի մարզպետն է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել կորած տղայի հորաքրոջ հարցազրույցին։ Ճիշտն ասած, այդ կոկորդի հետ կապված երևի թե օրինակ մեր կողմից ենթադրությունն եղել է այն, որ ինքը չի կարողանում խոսալ, հասկացել է, որ չի կարողանում բացատրի իրենց հարցերին, չի կարողանում ամբողջությամբ պատասխանել, դա է եղել, ոչ թե այլ ինչ որ բան է քննարկվել կոկորդին, կոկորդը ցույց տալու հետ կապված։ Ծառ ու թուփ չի մնացել ծափաթաղում, որոնց տակ Տիգրանին չեն փնտրել փրկարարներն ու նրանց միացած կամավորները։ Գեղարքունիքի տարբեր բնակավայրերի դպրոցների ուսուցիչներ են այսօր որոնողական խմբեր ձևավորել։ Ամբողջ անտառում լիքն է ժողովուրդը, ման են գալիս։ Շատ են, չկա շիրը։ Որտեղից ման են գալիս, ծառերի շատ մարդիկ են ման գալի։ Ծափաթաղի կողքով անցնող ճանապարհի այն կողմում են որոնում Տիգրանին։ Սևանա լճի ափի խիտ թփերի արանքներն են զննում վերևից դրոններով։ Սաղ տեղերը ման են եկել մարդիկ, ոտնա հետքերը լրի վերևում է, որ բացառվում է էլի երեխեն, որ ասենք մի տեղ լինի ու չերևա։ Հիմա փորձում ենք այս կողմի վրա գնանք, մի քիչ էլ այս կողմը ման գանք, որտեվ բոլորիս էլ շատ բան է, որ այդ երեխեն գտնվի էլի։ Ծափաթաղի հարևանությամբ էլեկտրաէներգիայի արևային կայաններ կան, դրանց տեսախցիկների ձայնագրություններն են ոստիկաններն այսօր վերցրել։ Հնարավոր է դրանք երեխային ֆիքսած լինեն։ Էդգար Ղուշչյան, Զարո Իսահակյան և Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։